Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները գնալով դառնում են անկանխատեսելի ու հետաքրքիր։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում, ինչպես նաև Անգելինային մարմնավորող դերասանուհի Ռոզա Դավթյանի ինստագրամյան էջում հրապարակվել է նոր տեսանյութ, որից պարզ է դառնում, որ Անգելինային ինչ-որ մեկը առևանգում է և նրան կապում։ Այդ տեսանյութը իսկական իրարանցում է առաջացրել համացանցում, հեռուստադիտողները փորձում են կռահել, թե ով կարող էր Անգելինային առևանգել ու կապ կպել։ Հեռուստադիտողների մեծ մասի կարծիքով դա կարող է լինել Միքայելը, քանի որ Նոյի հետ Անգելինան ամուսնանում է, իսկ Հենրին նման բան իրեն թույլ չի տա, սակայն իրադարձությունները գնալով դառնում են անկանխատեսելի ու դժվար է գուշակել, թե ով կարող է Անգելինային առևանգել ու կապ կպել։ Դիտեք տեսանյութը, չմոռանաք գրել ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, ինչ եք կարծում, ով է առևանգել Անգելինային և կապ կպել ու ինչ է սպասվում հետագա սերիաներում, իսկ ձեզ քիչ անց կբացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները Վերջին զանգը հեռուստասերիալի հետ կապված հետաքրքիր ու թեժ է լինելու, մնացեք բաց չթողնելու հնարավորությունը։ Ուղղակի գուշակեք, թե ինչ է ստեղ կատարվում։ Ու սենց ես պիտի մի ժամ սպասեմ կապված, մինչև իրանք դուրս սյոմկան վերջացնեն գան։ Ժամը կստացի 12-ն է դառնում։ Դիանա Գրիգորյանն ինչպես միշտ հեռուստադիտողների համար հետաքրքիր անակնկալ է պատրաստել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և ինչպիսի վերջաբան կունենա հեռուստասերիալը ցույց կտա ժամանակը, բայց որ իրադարձությունները գնալով էլ ավելի են թեժանում, դա հաստատ։ Սոսը վերջապես բանտից դուրս է եկել, իհարկե Նոյի օգնությամբ, և փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի շախունցների ընտանիքում իսկական խառնաշփոթ ստեղծվի, և նա սկսել է Աննայից։ Նա գնացել է Աննայի մոտ իր հաշիվները պարզելու, բայց նրան այնտեղ անակնկալ է սպասվում։ Թե ինչ անակնկալի մասին է խոսքը, կիմանաք ընդամենը րոպեներ անց, բայց Աննան էլ հետ չի մնում ու նրան ասում է այն, ինչ մտածում է իր մասին, նաև ավելացնում, որ Լիլիթն ու Միքայելը գաղտնիք ունեն։ Բնականաբար Սոսը շատ լավ հասկանում է, որ այդ գաղտնիքը կապված է իր ու Աննայի համատեղ դստեր հետ։ Բայց դեռ ոչինչ հնարավոր չէ ապացուցել։ Վերջին շրջանում համացանցում նոր տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է Լիլիթը հարձակվում այն բուժքրոջ վրա, ով ներկա է եղել Աննայի ծննդաբերությանը և ով թաքցրել է այդ գաղտնիքը։ Թե ինչպես է պարզվելու, որ Անգելինան Աննայի և Սոսի դուստրն է, ցույց կտա ժամանակը, բայց որ այդ պարզվելուց հետո ոչ ոք Հենրիին չի ների, դա փաստ է։ Միքայելը կատարել է այդ սխալը տարիներ առաջ, բայց Հենրին նրանից ոչնչով չի տարբերվում և այժմ Անգելինայից ու Աննայից թաքցնում է այդ սարսափելի ճշմարտությունը։ Մայր ու դուստր այսքան տարիներ գտնվել են իրարից հեռու, չնայած որ կարող էին իրար հետ ապրել ու ստանալ այն սերն ու երջանկությունը, որը ստանում է ցանկացած ծնող ու երեխա։ Իհարկե Անգելինան մեծացել է լավ ընտանիքում և սիրո պակաս չի զգացել, բայց միևնույն է նրանք իր կենսաբանական ծնողները չեն։ Նշենք, որ Անգելինան շատ շուտով ամուսնանալու է Նոյի հետ, դա են վկայում հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված հարսանեկան կադրերը, որտեղ Անգելինան հարսանեկան զգեստով է, իսկ դա նշանակում է, որ հեռուստասերիալում հարսանիքների շարք է։ Նախ ամուսնանալու են Անգելինան ու Նոյը, այնուհետև ամուսնանալու են Մերին ու Արամը։ Իհարկե հեռուստադիտողները կարծում են, որ Դիանա Գրիգորյանի հեռուստասերիալներում մշտապես հարսանիքները չեն ավարտվում։ Հնարավոր է, որ Անգելինան հարսանեկան զգեստով է, բայց հարսանիք տեղի չունենա և վերջին պահին ինչ-որ բան այնուամենայնիվ կխանգարի, որպեսզի ավարտին հասնի այն։
Բայց այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ կբացահայտվեն, եթե միանաք մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք, թե ինչ եք կարծում, ինչպիսի հանգուցալուծում է ունենալու հեռուստասերիալը։ Չմոռանաք նաեւ գրել, թե Վերջին զանգը հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ, իսկ հեռուստասերիալում իրադարձությունները գնալով էլ ավելի թեժ ու հետաքրքիր են դառնում։ Դե ինչ գրեք, թե ինչ է սպասվում ու նշենք, որ Ֆայնան այլևս հեռուստասերիալի դերասանական կազմում չէ, նա արդեն մեկնել է իր ուսման նպատակով եւ այլևս չի մասնակցի նկարահանումներին։